Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Աննա Վարդանյանն է, ֆինանսիստ, ճապոնագետ եւ միջազգայնագետ։ Ողջույն Աննա։ Ողջույն Վահե։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ։ Լավ։ Դու։ Լավ, հոյակապ ես կասեի։ Ես ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարում ես։ Ինչու, որովհետև մենք խոսելու ենք բացառիկ յուրահատուկ թեմաներից, որ այսօրվա մեր հաղորդաշարը ել ավելի յուրահատուկ է դառնալու, որովհետև Ճապոնիան, ճապոնագիտությունը եւ հայերի կապը ճապոնացիների հետ ու մեր հետքը դեպի Ճապոնիա շատ հետաքրքիր է, բայց մենք չենք մոռանում անդրադառնալ մեր արմատների հետքերին, որովհետեւ Էրգրի համը հաղորդաշարը նախատեսված է, որովհետեւ մենք քայլենք մեր արմատների հետքերով, բացահայտելով եւ պեղելով այն բաղադրատոմսերը, որոնք որ քիչ հայտնի են կամ չհանրայնացված։ Աննա ջան, մենք ինչ ենք պատրաստելու այսօր։ Վահե ջան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Այսօր պատրաստելու ենք իմ մշեցի տատիկի բաղադրատոմսով ավելուկով ապուր։ Արմատները մուշից եւ մուշ սասուն, բնականաբար Արևմտյան Հայաստան երկու կողմից եւ մայրական կողմից Երևան եւ Հունաստան։ Շատ հայտնի է։ Դե մշեցի սասունցին հասկանում եմ, լավ են իրար կպնում։ Հունաստան, Երևան էլի հա կպնում է, բայց այդ երկուսի sense mix-ը Աննայա տվել։ Այո։ Ճապոնագետ։ Ծայրահեղությունից ծայրահեղություն էր այսպես։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, որ արմատները իրենց խոսուն դիմագիծը դնում են մարդու այսպես անձի մեջ, որովհետև ես միշտ մտածել եմ եւ կողմ եմ այն մտքին, որ մարդու դիմագիծը եւ իր անձը ձևավորում է իր արմատներից։ Եվ պետք է քայլել արմատներին զուգընթաց եւ արմատների ճանապարհով, որովհետեւ դրանից դուրս մենք չենք կարող որևիցե այլ բան անել։ Ծառը արմատներով է, որ ապրում է։ Վստահաբար միշտ հիշել եւ սնուցվել արմատներից։ Այո։ Արի բաղադրիչները ներկայացնենք միասին, թե ինչ է մեզ անհրաժեշտ այսօրվա մշեցի տատիկի յուրահատուկ ավելուկով ճաշը պատրաստելու։ Մենք ավելուկով ճաշի բազմազան տարբերակներ գիտենք, դասական տարբերակներ, բայց այսօրվա մեր ավելուկով ճաշը հետաքրքրորեն տարբերվում է։ Այո։ Տատիկը մի այլ կարգի հետաքրքիր համադրությունների այսպես բում է արել այստեղ, եւ ինչ է մեզ անհրաժեշտ։ Ավելուկ։ Մեզ անհրաժեշտ է ավելուկ։ Այստեղ ունենք նաև մսի արգանակ, այո, տավարի միս, ունենք խաշված արդեն ձավար, ունենք թարխուն, այստեղ յուրահատուկ սպეციფიկ համը փոխանցելու է թարխունը, կարակ, ունենք նաև ընկույզ, որը մենք կտրատելու ենք մանր, մի պտխունց, ինչպես Աննաներ նշել բաղադրատոմսում, ունենալու ենք այստեղ կարմիր պղպեղ եւ իհարկե համեմունքային աղ, որը ուղղակի բաղադրիչ է, որը ժամանակակից լուծում ենք մենք առաջարկում այս տարբերակում, կարտոֆիլ, ատամիկ պճեղ սխտոր ունենք այստեղ եւ իհարկե ունենք սոխ։ Աննան ասաց, որ երկու տարբերակ կարելի է այստեղ պատրաստել, եւ կարելի է սոխառածով անել եւ առանց սոխառածի տարբերակի, ըստ թեթևության, այո, եւ ըստ թեթևության, այո։ Եթե հանդիպումներ չունեք, միանշանակ սխտոր կերեք։ Այո։ Ես առաջարկում եմ ընդհատել հաջորդ մեր հետաքրքիր խոսակցությունը արդեն անցկացնել ընդմիջումից հետո։ Սիրով։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ սկսելու ենք նախ բաղադրիչները կտրատելուց։ Սկզբից սոխառած ենք անելու, հետո ավելացնենք մնացածը եւ պետք է լավ եփվի։ Կիսա ապուրային զանգված ենք ստանալու։ Այո։ Բայց հետաքրքիր թանձրություն է ունենում, որովհետեւ ձավարի այդ շրեշը, հա, եւ ամբողջականապես հալվող ավիլուկը իրենք դառնում են միասեռ զանգված, այսպես։ Աննա ջան, ես ուզում եմ հասկանալ քո մանկության համը որն է եղել, որովհետեւ այսօր այո մենք պատրաստում ենք ավելուկով ճաշ, որը որ իհարկե մանկությունից է գալիս, բայց կա նախընտրելի մի ճաշատեսակ, որ տատիկը միշտ պատրաստում էր եւ դու շատ ես սիրում այդ ճաշը։ Իհարկե կա, մանկության ես էլ կարտոֆիլը քեզ օգնեմ։ Մանկության համը կարելի է ասել Էրգրի համն է, եթե տատիկի մասին ենք խոսում։ Այն ամառային արձակուրդների հրաշալի օրերը, որ միասին ենք անցկացրել, բնականաբար դաջվել են իմ հիշողության մեջ։ Հայրենաճանաչության, ինչու՞ չէ, նաև հայրենասիրության հետաքրքիր այսպես բաղադրիչներ են մցրել։
կարծում եմ, եւ լինում է, չէ, որ հետո ավելի շատ ես հիշում եւ ավելի շատ ես գնահատում, հասկանում։ Տարիքի հետ է կապված։ Օրինակ ես տարբեր ճաշեր չէի սիրում փոքր ժամանակ, հիմա երազում եմ այդ ճաշերը ուտել, որ չգիտեմ ինչից է, ինձ թվում է բոլորի մոտ է, իմ ընկերների մոտ էլ է այդպես, օրինակ մեկը ավիլուկը մարդիկ կան, որ փոքր տարիքում չեն ուտում։ Հիմա ես խենթանում եմ ավիլուկի համար։ Ճիշտ է այդպես։ Տատիկից հետաքրքիր բաղադրատոմս է մնացել ամառային սպաս, որը պատրաստում էր առանց սոխորածի եւ սառը վիճակով, բայց եփված տեսակը, կարծես շատ նման էր թանապուրին։ Ես ինքս մինչ այժմ պատրաստում եմ, երեխաներս էլ են շատ սիրում, ամռանը շատ հաճելի է, զովացնող է։ Հետաքրքիր է, ես այդ տարբերակը երբևէ չեմ լսել ապուրը նման սառ տարբերակում ճաշակելը եւ օգտագործելը, որովհետեւ մենք միշտ սովոր ենք, որ ցուրտ եղանակին են ճաշակում ապուր եւ տաքանում, հետեւաբար ինձ համար անսովոր է, բայց ամեն դեպքում կարծում եմ էլի զովացնող հանգամանք է։ Ես գիտեմ, օրինակ սասունցիները մի հետաքրքիր ճաշատեսակ են պատրաստում, չգիտեմ ձեր ընտանիքում դա պատրաստել են թե ոչ։ Հատիկ լսել ես երբևէ, ինչ է դա։ Հատիկ մածունով որ պատրաստում։ Մածունով, այո, բայց չեփված, չէ, տարբերակ։ Սովորական մածունը բացում են ջրով, լցնում են հատիկի վրա, դա ձավան է, լոբին է, կարող է նաև սիսեր օրինակ լինել, եւ դնում են սառնանում, մի փոքր սառչում է, հետո սկսում են ուտել։ Դա եւ ձմռանն են ուտում եւ ամռանը։ Մի այլ կարգի զովացնող այսպես ուտեստ է, իմ մանկության ճաշերից է։ Պարզորոշ, բայց շատ հետաքրքիր տարբերակ է։ Աննա ջան, քանի որ մենք խոսեցինք մանկության համերից, ես ուզում եմ անդրադառնալ մասնագիտությանը, որոնք որ ընտրել ես։ Ֆինանսիստ, հետո միջազգայնագետ, ճապոնագետ, որտեղ արդեն ամենահետաքրքիր պահն է սկսվում, որտեղ մենք զրուցելու ենք ճապոնագիտության եւ հայերի կապի հետ կապված, ինչպես ընտրեցի ֆինանսիստ մասնագիտությունը։ Ֆինանսիստ մասնագիտությունը հայրիկի հետ ենք ընտրել։ Ես շատ ուզում էի բժշկուհի դառնալ, բայց մենք մի օր ընտանեկան խորհուրդ արեցինք եւ պարզեցինք, որ մեր ցեղում չկան բժիշկներ եւ ինձ համար դժվար կլինի այնտեղ ոնց որ առաջինը լինել, հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ հայկական, եւ պայմանավորվեցինք, որ դիմեմ տնտեսագիտական համալսարան, եթե ես չհավանեմ, անպայման կարող եմ հետ վերադառնալ դեպի բժշկություն։ Իհարկե ինձ շատ դուր եկավ, ինչ խոսք, եւ համալսարանական ուսումնառության ընթացքում ունեցա հնարավորություն մեկնելու Ճապոնիա ուսումը շարունակելու։ Այդ հարցը կարծես արդեն չէր էլ քննարկվում, որովհետեւ ամբողջությամբ կարող եմ ասել իմն էր։ Ես ունեմ այսպես մոտ մտածողություն։ Այնուհետև տարիներ անց իհարկե ճապոնագիտությունը ինձ բերեց ԵՊՀ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։ Ինչպես ընտրեցիր ճապոնագիտությունը, որտեղից այդ սերը արթնացավ։ Իրականում ճապոնիան Սասունցի մշեցի աղջիկ ճապոնագիտություն։ Ես միշտ ասում եմ, որ ես ճապոնագետ եմ ճակատագրով, որովհետև Ճապոնիան իմ հայրիկից է եկել։ Այդ սերը դեպի Ճապոնիա։ Հայրս 90-ականների սկզբներին, երբ նոր էին ձևավորվում հայ-ճապոնական գործարար կապերը, այդ կապերի ակունքներում է կանգնած եւ անընդհատ պարբերական շփումները, այնուհետև իմ ուսումնառությունը Ճապոնիայում վերեցին դրան, պատկերացրու Վահե, որ սկզբում դու մեծ մասնագիտացում ես ձեռք բերում կյանքի փորձով, հետո նոր գնում ես դիպլոմ ստանալու։ Բայց դա ճապոնագիտության հետ կապված այդպես է եղել իրականում։ Իրականում ինձ մոտ էլ այդպես ազգագրությունն է եղել։ Ես մոտ 10 տարի եւ ավել զբաղվում էի բանահավաքչությամբ, զբաղվում էի խորապես այդ ամեն ինչով, հետո որոշեցի, որ պետք է մասնագիտանալ նաև դիպլոմավորվել այդ իմաստով, հա։ Ասա, որ այդպես ավելի հետաքրքիր է, երբ որ դու շատ գիտելիք ունես եւ գնում ես պրակտիկ փորձը դա կատարելություն է, այսպես կասեմ։ Եվ ակադեմիականով արդեն բավականաչափ հղկվում ես։ Այո։ Շատ հետաքրքիր էր ինձ համար եւս։ Ես ընդհանրապես մի քանի տարի առաջ եմ ավարտել մագիստրատուրան ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն մասնագիտացմամբ եւ շատ հետաքրքիր էր ինձնից իհարկե տարիքով փոքր ուսանողների հետ գնալ դասի շատ հետաքրքիր փորձառություն էր ինձ համար անկեղծ եւ դասախոսների կարծում եմ
Աննա ջան, մենք նախապես որ ես հրավիրում էի քեզ, որոշեցինք, որ մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից, նախ անդրադառնանք Ճապոնիայի հետ անմիջական կապ ունեցող քո գրքին, որը ես այսօր թանկ նվեր ունեմ Աննայից։ Այո։ Այնպես որ խոսենք այդ գրքի մասին, վերնագիրը խնդրեմ հուշես։ Մարգարտի հետքերով Հայաստանից Ճապոնիա գիրքն եմ այսօր քեզ նվեր բերել, քանի որ վաղուց էի խոստացել։ Այո։ Յուրահատկության մասին արի խոսենք այս գրքի։ Շատ լավ։ Ասեմ, որ հետաքրքիր կապ ունի նաև, այսպես ասեմ, երկրի հետ, արմատների հետ։ Երբ որ 2018 թվականն էր, եթե չեմ սխալվում, Ճապոնիայում ես եւ ամուսինս այցելեցինք Միկիմոտո Մարգարտի կղզի եւ այնտեղից գնումներ էի կատարել, մի քանի գրքեր, որոնք պետք է ընթերցել ինքնաթիռի մեջ։ Ինձ մոտ հետաքրքիր բացահայտումները վահե լինում են կամ օդում, երբ որ ես եմ օդում, կամ երբ որ ես ջրում եմ։ Ես կարտոֆիլը վերցնում։ Ինքնաթիռում կարդում եմ, որ մի ճապոնացի հայտնի գիտնական, այո, ակնագործ նշում է, որ Պարսից ծոցում մարգարիտ արտադրող, հա, այսպես ասենք, ոստրեներ առաջանում են այն հանգամանքով պայմանավորված, որ Տիգրիս եւ Եփրատ ջրերի բաղադրությունն է մեծապես նպաստում դրան։ Օ, ինչ հետաքրքիր, դա որ առաջանում է արձանագրություններ կամ հիշատակումներ։ Ընդհանրապես ժամանակակից մեր պատմություն, այո, հասկացա։ Ժամանակակից վերլուծություն է։ Եվ ճիշտն ասած, այդտեղ իմ սասունցի եւ մշեցու արմատները մի փոքր եռացին։ Գիտես, ես ինչի մասին եմ խոսում։ Միանշանակ գիտեմ։ Եվ ես սկսեցի մտածել, արդեն ավելի որպես գիտնական, եթե Պարսից ծոցում, կոնկրետ հատվածում, որտեղ թափվում են Տիգրիսի եւ Եփրատի ջրերը, եւ դրանց բաղադրությունը մեծապես նպաստում է, որ այնտեղ ծովի մարգարիտներ առաջանան, ուրեմն վստահաբար դրանց բաղադրությունը կնպաստի, որ գետերի ակունքներում եւս առաջանան գետի մարգարիտներ, այսինքն քաղցրահամ ջրերի մարգարիտներ։ Ու ինձ մոտ ցանկություն առաջացավ հետազոտելու այդ հարցը։ Դու շատ լավ գիտես, որ հայկական տարազային համալիրը իր մեջ պարունակում է տեղային էլեմենտներ, ճիշտ է։ Մտածեցի, որ գուցե դա, քանի որ տարոն աշխարհն է ընդհանուր առմամբ, սկսեցի հետազոտել, թե արդյոք հայ կանայք տարոն աշխարհում այդ հատվածում երբ որ բնակվում էին, իրենց տարածներում օգտագործում էին գետի մարգարիտներ եւ պարզեցի, որ այո։ Ամբողջ վանվասպուրականը, տարանտուրուբերանը, ամբողջը կիրառում են, չհաշված ամենաշատ այսպես տեսանելի կիրառությունը բարձրհայկյան հարսանուց կամ քունքակախիկներ կոչվող զարդը, որը որ բնորոշ է այդ տարազախմբին եւ ճակատազարդի մոտ, որը որ անմիջապես հատուկ հյուսվածքով էր արվում այստեղ, հա, բնորոշ միայն բարձրհայկին, այնպես որ շատ էր օգտագործում եւ յուրահատուկ կապ կար այդ մարգարիտի, հայկական լեռնաշխարհի եւ Ճապոնիայի միջեւ։ Այո, եւ ես գիտական թեզ եմ առաջ քաշել, որ հայուհիները մարգարիտ օգտագործել են եւ հատկապես Տիգրիսի եւ Եփրատի, հա, ջրերի այսպես ակունքներում, հատվածներից վերցնելով եւ ճիշտն ասած գրքի հիմնական նպատակը հետեւյալն էր։ Այստեղ Հայաստանում հայուհիները շատ չեն հասկանում մարգարտի որակից, ինչ ասել է ծովային մարգարիտ, ինչ ասել է գետի մարգարիտ։ Բացի դա, մենք խոսեցինք, որ կա տարիքային սահմանափակում եւ Հայաստանում մտածում են, որ ասենք մարգարիտ պետք է կրեն 60 անց տիկնայք։ Ես բացահայտեցի այդ հատվածը ինչու է այդպես։ Մենք նախապես զրուցեցինք իհարկե դրա շուրջ, բայց հեռուստատողի համար եւս ասեմ, որ դա այդ տենդենսը կամ սովորությունը եկել է սովետական տարիներին, երբ որ մարգարտի գինը բավական բարձր էր եւ միայն կարողանում էին հատկապես հասանելի չէր հարուստ տիկնայք եւ այսպես բարձր խավի տիկնայք կրել ու տարիքով տիկնայք, դրա համար այդ տենդենսը այդպես դարձավ, որ մարգարիտ միայն կրում էին մեծահասակները, բայց իմացեք, որ դիզայնի եւ ոճաբանության մեջ ընդհանրապես հագուստի մոդելավորման եւ fashion, այսինքն նորաձևության աշխարհում միակ քարը, որ չի հնանում երբևէ եւ բոլոր հագուստի հետ կարելի է համադրելի համարել, դա ակտուալ
տալ, այո, նաև Մարգարիտ քարն է, այնպես որ իմացեք, կիրառեք եւ ի վերջո փայլեք Մարգարիտի հետ։ Այո։ Եվ թույլ տուր հավելեմ նաև, որ գուցե եւ դա է պատճառը, այն է պատճառը, որ քանի որ մեր մշակութային բաց կար այստեղ մոտ 1 դարյա եւ գուցե որոշ էլեմենտներ մոռացվել են, այս գրքով մեր հայուհիներին հիշեցնում եմ մեր մշակութային սովորույթները, որ Մարգարիտը մեզանում եղել է եւ ներկայացնում եմ նաեւ Մարգարիտի պատմությունը, Մարգարիտի համաշխարհային պատմությունը։ Իդեպ գիրքը արդեն թարգմանվել է անգլերեն եւ շուտով հուսով եմ, որ աշխարհը կիմանա նաև հայկական տարազային համալիրի, Մարգարիտների կիրառության, հայուհիների մասին։ Շատ հետաքրքիր է։ Եվ այդպես Մարգարիտի հետքերը Հայաստանից Ճապոնիան անցան նաև էրգրով։ Աննա ջան, մենք Մարգարիտին թողնենք քիչ բացահայտված, որովհետեւ մարդիկ կարողանան նաև ընթերցել գիրքը եւ անդրադառնանք ճապոնական խոհանոցին ու հայկական խոհանոցին եւ մի հետաքրքիր բացահայտում, որ Աննան է ինձ համար արել, դրանցից մեկը, որ Ճապոնիայում մի հացատեսակ կա, որի հեղինակը հայ է։ Այո, հայ է։ Մանրամասն լսում եմ, թե դու ինչ ես ասել դրա մասին։ Ուրեմն մեր մանկության, այսպես բառը հայերեն խնդրեմ քեզ հուշես։ Դե քաբլիթ երևի, այդպեսի մի բան կարելի է անվանել, այո։ Վայ ջան։ Ճապոնիայում ապրել եւ խոհարարական ոլորտում ստեղծագործել է մի հայ Իվան Սագոյան կամ Հովանես Սագոյան, որպեսզի մեծ դիտողները կարողանան համանցածում գտնել տեղեկություններ իր մասին, ստեղծել է հետաքրքիր հացատեսակ, որը անվանել է մելոն պան։ Այն այնքան է դուր եկել ճապոնացիներին, որ պատկերացրու մոտ 1 դար անց այս պահին էլ, եթե մենք շրջենք Տոկիոյի կամ Ճապոնիայի ընդհանրապես բոլոր սուպերմարկետներում մենք կգտնենք մելոն պան։ Մելոն պանը դա բան է, սեխի բույրով է, սեխի բույրով, թեթև սեխի համ ունի, այո։ Մի փոքր քաղցր, մեր մանկության բուլկու նման, իսկապես դե ճապոնական հացերը ընդհանրապես թեթև են իրենց ստրուկտուրայով, հա բաղադրիչներով։ Հետաքրքրական է, որ մինչև հիմա այդ հացատեսակը ապրում է այնտեղ եւ իրենց կյանքի անբաժանելի մասն է։ Շատ հետաքրքիր է հատկապես, որ իր արդիականությունը չի կորցրել եւ ճապոնական մշակույթում խոհանոցում կիրառվում է։ Եվ մի շատ հետաքրքիր համեմատություն Աննան արեց հայկական խոհանոցում խաշի, ճիշտ եմ հիշում, եւ ռամենի պատրաստման մեջ, ինչու Աննա։ Դե ոնց որ երբ որ շատ չեն լինում ընդհանրությունները, բնականաբար հայերը եւ ճապոնացիները բացառապես տարբեր բնակլիմայական պայմաններում են իրենց ճաշատեսակները եւս այլ ուղեծրում են, բայց մենք գտել ենք համեմատություն, իմ լավ ընկեր Արսենն է Արաքելյան ասում, ուրեմն ռամենը շատ են նմանեցնում մեր խաշին, ինչ առումով Նախ ռամենի պատրաստումը, ինչպես եւ խաշի պատրաստումը, մատուցումը ենթադրում է մեծ արարողակարգ, այո, որը նաեւ մշակութային տարեր է իր մեջ պարունակում։ Բացի դրանից երկար էփվելու այդ process-ը եւս ռամենի արգանյակը շատ երկար է եփում, եթե չեմ սխալվում, մոտ 8 ժամ կարող է տևել, ռամենի տարբեր տեսակներ կան։ Այո, կարծես մեր խաշը, չէ՞, որ ամբողջ գիշեր եփում են, որպեսզի առավոտյան ուտեն։ Եվ մի հետաքրքիր հումոր ասեմ նաև ռամենի հետ կապված, մենք ունենք, չէ, այսպես տեղական հումոր, երբ որ օրինակ սուրճը, երբ որ ուշ են մատուցում, ասում ենք սուրճը խաշ դարձավ։ Այն տրամաբանությամբ, որ երկար մի օր հետաքրքիր սեղանի շուրջ նստած էինք ճապոնացի դիվանագետների հետ եւ իմ լավ գործընկերը Արսենը սուրճը բավականին ուշացրեցին, ճապոնացի հյուրերին ասեց սուրճը ռամեն դարձավ եւ շատ երկար բացատրում էր ինչ է նշանակում։ Իհարկե սկզբում այսպես շատ լուրջ եւ չհասկացող դեմքերով ընկալեցին, բայց երբ որ բացատրեցինք անվերջ ծիծաղում էին։ Աննա ջան, իրականում կապերը կարծում եմ շատ է, որովհետեւ Ճապոնիա, Չինաստան այս հարաբերակցության մեջ, հա,
նաև մետաքսի ճանապարհ ինչու ոչ, այս ամբողջ արևելքի հետ կապը չէր կարող անմասն մնալ եւ մեզանից եւ իրենցից ազդեցությունները շատ կարող են լինել ու դա շատ լավ է, որովհետեւ այսպես միջերկրային փոխհարաբերություններում դա բերում է նոր վերածնունդների եւ կարեւոր է դրանց ճիշտ եւ ակտուալ պահպանությունը ու դրանց կիրառությունը ավանդական խոհանոցում կամ ավանդական մշակույթում, ինչպես որ հիմա շատերս ենք այն կիրառում եւ պատրաստում։ Ես կխնդրեմ, որ ջուրը ինձ տաս, Աննա ջան, այստեղ։ Այո, իհարկե։ Ավելացնեմ, ես մի փոքր արգանակով իրեն շոքե խաշեցի, նաև հիշեցնենք հեռուստատողին, թե ինչ եմ այստեղ արել, հա։ Ես սոխարած պատրաստեցի, կտրատեցինք փոքր, այսպես քառակուսիներով միսը, ավելացրեցինք վրան նաև ձավարը եւ իհարկե կարտոֆիլը, շոքե խաշել եմ մի փոքր տավարի մսի արգանակով եւ հիմա կավելացնեմ արդեն ավիլուկը եւ իհարկե ջուրը։ Ջուրը, այո։ Եվ վերջում թարխունը թարմենք լցնելու, այո։ Բարի։ Մի բան հիշեցի, Վահե, որ ասեցիր մետաքսի ճանապարհ, ուրեմն Ճապոնիայի մի հոտ հանգարանում հետաքրքիր մի զարդ կա, ուրարտական, որ ես գիտեմ դրա մասին, լանջազարդի մասին է խոսքը ուրարտական։ Այո, շատ ճիշտ է, որը ենթադրում ենք, որ մետաքսի ճանապարհի, հա, ճանապարհով է գնացել հասել Ճապոնիա եւ հայտնվել այդ հանգարանում։ Վերջերս դրա մասին դասախոսություն էի կարդում, հենց այդ զարդին անդրադարձել եմ, թե ինչպես են լանջազարդերը վերածվել ուրեմն վզնոցների դասական, որտեղ ի սկզբանե լանջազարդերը եղել են նաև կրոնացիսական համակարգի տար եւ եղել են նաև զինվորական համազգեստի տար, պաշտպանական բնույթ կրելով, որտեղ լանջազարդերի չափը, եթե տեսնենք ինչ չափի է, մոտավորապես այսքան չափի կրծքավանդակի առաջնային մասում, այսինքն դա ոչ միայն ծիսական բնույթ էր, այլ նաև ինքնըստինքյան պաշտպանական բնույթ կրող համակարգ իրենից ներկայացնում։ Այնպես որ դրա մասին շատ հետաքրքիր կապ ստեղծել եմ նաև Վանի այժմյական զարդերի դրա ազդեցության եւ իհարկե Սիլվա Կապուտիկյանի զարդերի միջև, որտեղ Արծրուն Բերբերյանի երևի պատրաստած զարդերի ոչ միայն Արծրուն Բերբերյանից, այո, Սիլվա Կապուտիկյանը ունի իր հավաքածում շատ չքնաղ զարդեր, բայց նաև ունի օտար երկրից շատ բերված, օրինակ ունի մոտ 3000 տարեկան փարավոնի դամբարանից պեղված, այո, բնական քարերից պատրաստված շղթա։ Սիլվա Կապուտիկյանը այդ զարդը գրել է ընդամենը մեկ անգամ, որովհետև կար այսպիսի հավատալիքը, որ փարավոնների ուրեմն դամբարանից հանված նյութերը չի կարելի կրել, որովհետև դրանք անեծքի տակ են։ Եվ Սիլվա Կապուտիկյանը հավատալով դրան այդ զարդը չէր կրում, պարզապես իրեն պահում էր որպես թանկ նվեր, այո, հայ մի շատ հետաքրքիր մարդու կողմից, ով հնագետ էր, իրեն դա նվիրել էր։ Այնպես որ այսպիսի հետաքրքիր դիպվածներ կա զարդերի եւ հայկական այսպես առնչության հետ։ Քանի որ Սիլվա Կապուտիկյանից խոսեցինք, ես նաև նշեմ, որ իմ խմբագրությամբ հայ-ճապոնական էսքիզներ գրքում կա հոդված Սիլվա Կապուտիկյանի մասին, որը ճանապարհորդել է Ճապոնիա եւ հետաքրքիր ուղեգրություն է գրել Ֆուջի լեռան մասին է շատ հետաքրքիր հատվածներով ներկայացնում, ընդհանրապես ներկայացնում է Ճապոնիան իր տպավորությամբ։ Եթե առիթ կունենան ընթերցելու, թող անպայման ունենան։ Բարի Աննա ջան, շնորհակալ եմ հուշելու համար։ Ես առաջարկում եմ ճաշը թողնել, որպեսզի եփվի։ Այո։ Մենք այդ ընթացքում ուրեմն կմանրացնենք թարխունը կամ արդեն տերևներից կզատենք, եւ երբ պատրաստ կլինի արդեն մատուցման, մենք կմատուցենք եւ կասենք համի գաղտնիքը։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք այստեղ նրբաբույր ավիլուկի հոտ է տարածված, սխտորի թարխունի, չգիտեմ։ Այո։ Այսպես բան բույրերի համահավաքություն է։ Եվ Աննա ջան, ես առաջարկում եմ փորձել համը հասկանալ ինչ ենք պատրաստել։ Սիրով։ Ձեզ տեսքը շատ հետաքրքիր է ստացվել։ Աննան գեղազարդեց ամբողջովին։ Ասա որ համեղ է։ Ասեց։ Իրականում շատ նուրբ է, մսի արգանակի յուրահատուկ բույր ունի, այնտեղ ամեն ինչը իրար հետ զուգակցվել է եւ ավիլուկը դարձել է ուրիշ լրիվ համ։ Այնպես որ ես շատ շնորհակալ եմ այս բաղադրատոմսի համար։ Ես եմ շնորհակալ։ Այս հետաքրքիր զրույցի համար եւ իհարկե հրավերն ընդունելու համար։ Փոխադարձ։ Իսկ հեռուստադիտողին առաջարկում ենք պատրաստել եւ փորձել այս յուրահատուկ մանկության համը, ինչպես որ Աննայի հիշողության մեջ է դաջված։
Այսօր պատրաստեցինք Մուշի խոհանոցից յուրահատուկ բաղադրատոմսով ճաշատեսակ, որը նրբահամ էր ու յուրահատուկ։ Իհարկե Աննայի հետ քննարկեցինք նաև հայ-ճապոնական հարաբերակցությունը եւ յուրահատուկ գաղտնիքներ բացահայտեցինք այսօր հայկական եւ ճապոնական աշխարհից։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին, տեր կենթանին։